Լրատվական ռադիո FM 106 և 5 Բարի օր, լրատվական ռադիոյի եթերում լուրերի հիմնական թողարկումն է, տաղավարում Գարեգին Խումարյանն ու Լիան Նախաչատրյանն են։ Նախ ներկայացնենք թողարկման հիմնական թեմաները համառոտ։ Կիսաանապատ օձերով, կարիճներով և համարակալած փոքրաթիվ ծառերով բնապահպանները կանխատեսում են Երևանի ապագան։ Իրական դեմքը Երևանի դա է, նա կիսաանապատային գոտի է։ Հետընտրական թանկացումների նոր ալիքը նոր թափ է առնում այն ժամանակ, երբ 10,000 դրամների հետքն էլ չի մնացել։ Թանկացումներ, թաքնված և ակնհայտ։ Մենք անընդհատ այս խնդրի առաջ կանգնել ենք, անընդհատ։ Տարիներ շարունակ Եվրամիության դրան դիմաց կուչ եկած Թուրքիան վեր է կենում փաթաթում նամազի կարպետը, որի վրա քնում էր գիշերները, եւ խոստանում է ել չզզվացնել եվրոպացիներին, գոնե 1 տարով։ Թուրքիան փորձում է թելադրել սեփական խաղի կանոններ։ Այս եւ այլ թեմաների մասին ենք պատմելու հենց այս րոպեից սկսած։ Փաստաբանների պալատի շուրջ 200 փաստաբաններ պատրաստվում են նախապես հայտարարված մեկօրյա գործադուլին։ Այն առայժմ նախազգուշական է ու եթե իրավիճակը չշտկվի, ապա ակցիան կշարունակվի։ Մեզ հետ զրույցում ասաց նախաձեռնող խմբի անդամ փաստաբան Լուսինե Սահակյանը։ Փաստաբանների պալատի ներկայացուցիչներն այլևս չեն կարող հանդուրժել համակարգի խայտառակ չափերի հասնող խախտումները։ Ըստ փաստաբանների նախաքննության ընթացքում եւ դատաքննության փուլում դատախազությունը առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները խայտառակ ապօրինություններ են գործում եւ Վճռաբեկ դատարանը, քանի որ իր տեղում չէ, խախտումները շարունակվում են։ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ դատարան է։ Ամերիկայի գերագույն դատարանում գրված է՝ մենք ճիշտ ենք ոչ թե նրա համար, որ ճիշտ ենք, այլ նրա համար, որ վերջինն ենք, ասում է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։ Նախարարը փաստաբաններին նախապես զգուշացրել է, որ այնինչ պիտի անեն, փաստաբանները գործադուլ չէ, քանի որ նրանց վրա աշխատանքային օրենսգիրքը չի տարածվում։ Սակայն նրանք կարող են խնդիրներ բարձրացնել ու պաշտպանել իրենց իրավունքները, ասում է նախարարը։ Դուք չես կարող երկրում ունենալ մի պատկեր, որ լավ կարող է վճռաբեկից հետո մի հատ էլ այցել պետք է ստեղծել եւ այսպես փորձել գնալ շարունակել։ Հավես առաջիկա 4 տարվա ընթացքում այդ դատաիրավական բարեփոխումների ծրագրով ոչ միայն այդ, այլ շատ ու շատ այլ հարցերի հստակ պատասխան պետք է։ Մի կողմից մեր ընկալումը վճռաբեկ դատարանի կարծում եմ թյուր է։ Այն առումով, որ մենք վճռաբեկ դատարանը դիտարկում ենք, որ հերթական այցյան եւ այնտեղ ամեն ինչ պետք է ներկայացնենք, բոլոր ապացույցները, բոլոր փաստերը եւ ինքը պիտի այն ինչ որ անում է առաջին այցյանի դատարանը։ Ես վստահ եմ, որ այս բարեփոխումների արդյունքում մենք պիտի հասնենք նրան, որ առաջի այցյանում պիտի գլխավոր խնդիրը լուծվի, բոլոր փաստերը, ապացույցները պիտի այնտեղ լուծեն։ Իսկ այն որ լավ առաջինում ինչ լինումա թող լինի, հետո կգնանք վերաքննիչ այնտեղ ինչ լինումա թող լինի, հետո կգնանք վճռաբեկ, այս պատկերը չի գոհացնում։ Մյուս կողմից մենք ունենք հետեւյալ պատկերը, որ փաստաբանները շատ դեպքերում իրենց հաճախորդի հաճախորդի մոտ ինչ որ բան արած լինելը ցույց տալու համար փորձում են այս բոլոր բողոքները ներկայացնել։ Եվ առաջի այցյան, հետո վերաքննիչ, հետո վճռաբեկ, այս process-ը եւս մենք ունենք։ Խոսքը վերաբերում է իրավունքի չարաշահմանը, տարբեր այլ երևույթներ։ Այսինքն ինքնանպատակ չպետք է լինի նաեւ փաստաբանի կողմից այս այցյանները գնալը եւ ավելորդ չպետք է ծանրաբեռնվի մեր մյուս դատական այցյանները։ Այստեղ կրկնում եմ, եւ դատավարական նորմերի փոփոխություններ ունենք, եւ փաստաբանների վարքագծի եւ դատական ծախսերի խնդիր ունենք, որտեվ ես գնացի վերաքննիչ, հետո վճռաբեկ, իմ դատական ծախսերը դրանով էականորեն ոչ կպակասեն, ոչ էլ կավելանան։ Փաստաբանի պրոֆեսիոնալիզմը հենց կանում է անում, որ հստակ պետք է հաշվարկի, որքան են շանսերը, ինչ են կանում, որպեսզի գնանք։ Նախազգուշական գործադուլը կսկսվի այսօր ժամը 14-ին։ Մինչ գործադուլի մեկնարկը նախաձեռնող խմբի անդամներն այլ մանրամասներ հրաժարվեցին հաղորդել։ Շարունակում ենք թողարկումը։ Խորհրդարանական ընտրություններն անցյալում են, նախընտրական շրջանում բաժանված գումարները նույնպես։ Հենց այս շրջանում են ի հայտ գալիս անցանկալի, բայց սպասված այսպես կոչված հետընտրական թանկացումները։ Հանքային ջրերից մեկն արդեն մի քանի օր է թանկացել է 10 դրամով, շաքարավազի 1 պարկը 400, իսկ 1 կիլոգրամը 8 դրամով։ Սրանք այն թանկացումներն են, որոնց մասին գրում է մամուլը, բայց ընդհանրապես պետք է շրջել խանութներով հասկանալու համար, որ այս ցուցակի ապրանքները թվարկվածից մի քանի անգամ շատ են։ Գումար
բաժանողները բումերանգի էֆեկտին քաջ ծանոթ են, բաժանելուց առաջ գիտեին, որ կարճ ժամանակ անց գումարը վերադառնալու է, դեռ գուցե մի բան էլ ավել։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հաշվարկներով խորհրդարանական ընտրություններին որպես կաշառք բաժանվել ավելի քան $120 միլիոն, ու սա Հայաստանի ընտրական պրակտիկայում աննախադեպ է, ասում է տնտեսագետը։ Բնակչության ձեռքում հայտնված կանխիկ գումարի զանգվածն ընտրություններից առաջ ու հետո այնքան ավելացավ, որքան ասենք սովորաբար լինում է դեկտեմբերին, խոսքը մոտ 390 միլիարդ դրամի մասին է։ Եթե դեկտեմբեր ամսին ապրանքներ գնելու համար են մարդիկ կանխիկ դրամը կենտրոնական բանկ ավելացնում, հիմա էլ ինքը մարդկանց ձայնը գնելու համար ավելացրել է։ Իսկ այդ կանխիկ դրամի ճնշումը շուկայի վրա միանշանակ պետք է լիներ նա, որ ապրանքների գները պետք է բարձրանան։ Ուղղակի մի քիչ ավելի երկար ժամանակով դա տեղի ունեցավ։ Ես կարծում եմ, որ դա տեղի կունենա ամսի 20-ից հետո, երբ որ նոր կառավարությունը կներկայացնի իր ծրագիրը, նոր դրանից հետո ավելի ազատ կլներ կառավարությունը շարունակել իր լեկտի պահվածքը, ոչ որ անպատասխանատու պահվածքը։ Նման պայմաններում նաև միջազգային շուկայի փոփոխությունները, որը կապված է նրա հետ, որ համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գների անկում տեղի ունեցավ, խոսքը վերաբերում է պղինձի մոլիբդենի վերջին 2.5-3 ամսվա ընթացքում, որը պակասացրեց Հայաստան ներկրվող արտարժույթի քանակությունը, որն է պատճառ դարձավ արտարժույթի արժևորմանը։ Սա էր իր հերթին ի վերջո պետք է ազդեր ապրանքների գների վրա, որտեղ Հայաստանի շուկային ինչքան էլ ուզում են կառավարության ներկայացնողները կովաբանեն, ներկայացնեն, որ մեր մոտ արտահանում ավելի մեծ տեմպերով է աճում, քան ներմուծումը, բայց ծավալային առումով ներմուծման ծավալները 3 անգամ ավելի մեծ են, քան արտահանման ծավալները։ Այսինքն Հայաստանից այսպես թե այնպես 3 անգամ ավել արտարժույթի ձևով գումար է դուրս գնում։ Պարզ տրամաբանություն է, ընտրություններից առաջ գնաճը դանդաղեցվում է, իսկ հետո նոր թափ է առնում։ Թանկացել են առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքատեսակներ, ասում է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։ Նա նաև հավելում է, որ այս ֆոնին աննկատ են մնում քողարկված թանկացումները։ Թանկացումները մեր սպառողներից հետևում են անընդհատ եւ պերմանենտ։ Բանն այն է, որ թանկացումները ունեն իրենց տրամաբանությունը, չակերտավոր իհարկե։ Ընտրություններից հետո հերթական ալիքն է սկսվում թանկացումների։ Թանկացել է նաև ամենօրյա մեր սնունդը, կանաչին, միրգը, բանջարեղենը, եւ կան թանկացման քողարկված ձևեր, օրինակ հացի քաշը պակասում է, վրայի մագնշումը, եթե կա, ասում է, որ այս գինն է, բայց քաշը կրճատվում է, պակասում է։ Իսկ շաքարավազի դեպքում ավելի աղաղակող երևույթ կա, որը չգիտեմ ինչու ես չեմ կարողանում պետական մարմիններին ուղղել այդ երևույթը բացահայտելու համար։ Շաքարավազի մեջ խոնավության տոկոսը գերակշռում է բոլոր թույլատրելի նորմերը։ Եվ այստեղ արդեն ես խոսում եմ թաքնված գնաճի մասին։ Սպառողների միության նախագահին թանկացումները չեն գոհացնում, սակայն այս ամենի մեջ տրամաբանություն են տեսնում։ Ընտրության ժամանակ բաժանված գումարի հասցեատեր սպառողը կամաց վերադարձնում է վերցրածը։ Հետընտրական թանկացումները դեռ կշարունակվեն, սակայն այս դեպքում մեծ բան կախված է նաև եվրոպական շուկայում տիրող իրավիճակից։ Նոր ճգնաժամ է սկսվում, իսկ Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը ցածր է պայքարելու համար այդ ճգնաժամի հետ, ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Եվրոպայում տեղ ունեցող տնտեսական ճգնաժամը իր հերթին գնաճային պատճառ չի դառնում։ Այդ ճնշումը գների վրա այն աստիճանի չի, ինչ որ նախորդ ընտրություններից 2007-ից 2008-ը դեմ մի քիչ ավելի արտարոց էր համաշխարհային ճգնաժամի հետևանքեր եւ նաեւ մի հանգամանքեր կար։ Ի վերջո 2008-ն էր, հիմա էլի ճգնաժամը ոնց որ թե սկսվում է, Հայաստանի տնտեսության կառուցվածքը ինքը որևիցե ձևով դիմադրողականություն չունի պայքարելու ճգնաժամին։ Ես մի քիչ կարող առաջ եմ մղնել, բայց իմ կանխատեսումներով որո դեպքերում այն ձևով ինչ որ եղավ 2008-ից հետո այս տարի մեզ չի սպասվում, բայց դա չի նշանակում, որ մենք հետագայում չենք ունենա նույն խնդրը։ Մենք անընդհատ այս խնդրի առաջ կանգնելու ենք։ Անընդհատ կանգնելու ենք այնքան ժամանակ, մինչև մեր տնտեսության ամբողջ տրամաբանությունը չի փոխվում, այսինքն մենք ամբողջ համակարգը տնտեսական մեխանիզմի տնտեսության աշխատելու եւ ոչ միայն տնտեսական, այլ ընդհանրապես պետական, իշխանական, այսինքն նկատի ունեմ եւ քաղաքական, եւ սոցիալական եւ պետական տնտեսական։ Եթե համակարգը չփոխվի, որտեղ պետք է լինի ազատ մարդ, ազատ ընտրություններ, ազատ տնտեսություն եւ այս պայմաններում մենք կարող ենք արդեն ինչ որ կանխատեսումներ ռեալ անենք։ Հիմա կախված կլինի, բայց արդեն իրանցից էլ կախված չի, ես ձեզ ասեմ շատ դեպքերում, որտեղ տեսեք Ռուսաստանում նավթի գները ընկնում է, տրանսֆերտները պակասելու են, վալյուտային միջոցների ներհոսքը պակասելու է եւ արդեն իշխանության հնարավորությունները մանևրելու պակասելու են, որը ինձ կբերի ավելի իրենց գործողությունների սահմանափակումների, բայց մի խնդիր կա։ Իրանք իրենց անձնական եկամուտները չեն պակասեցնի, եւ դա պետք է արդեն մեզնից անեն։ Եվ որն կբերի մեր աղքատացման, այս է։
Բարև բոլոր նրանց, ովքեր հենց նոր են մեզ միացել։ Տաղավարում աշխատում են Լիաննա Խաչատրյանը եւ Գարեգին Խումարյանը։ Թուրքիան Եվրամիության հետ բոլոր շփումները կդադարեցնի, պատճառը Կիպրոսի հանրապետությունն է, որ միառժամանակ կնախագահի այս կառույցում։ Մեր դիրքորոշումը հարավային Կիպրոսի նախագահության վերաբերյալ լիովին բացահայտ է, Թուրքիայում ոչ մի գրասենյակ չի համագործակցի Եվրամիության հետ Կիպրոսյան ղեկավարության շրջանում։ Այս մասին Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Եվրամիության գերագույն հանձնակատար Քեթրին Էշտոնի եւ Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով Եվրամիության ուղղված բողոքի այս քայլը առաջին հերթին խոսում է այն մասին, որ Թուրքիան երկակի ստանդարտներ է կիրառում անգամ սեփական արտաքին քաղաքականության մեջ։ Իրականում սա մեծ խաղ է, որտեղ Անկարան դեռևս կորցնելու ոչինչ չունի։ Նախ ասեմ, որ Թուրքիան մի քանի ամիս առաջ էր հայտարարել, որ եթե մինչև Կիպրոսի նախագահության ստանձնումը հարցը չլուծվի, այսինքն լուծումը նրանք պատկերացնում են Կիպրոսի այսպես կոչված թուրքական հանրապետության հայերից ելնելով, ապա ինքը կհրաժարվի որևէ առնչություն ունենալ Եվրամիության հետ, ինչը եւ փորձում են անել։ Կարծում եմ, որ Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունները այս պահին գտնվում են բավական սառը վիճակում, քանի որ արդեն վաղուց է, որ Թուրքիայի եւ հասարակության եւ քաղաքական շրջանակների համար Եվրամիության անդամակցությունը այդքան էլ առաջնային տեղ չի գրավում եւ դրա ապացույցը կարող են հանդիսանալ հենց սոցիոլոգիական հարցումները, որոնք ցույց են տալիս, որ Թուրքիայի հասարակության մեծ մասի համար Եվրամիության անդամակցությունը արդեն այդքան էլ մեծ կարևորություն չունի եւ հաշվի առնելով նաեւ վերջին շրջանի զարգացումները Մերձավոր Արևելքում, որոնց համատեքստում Թուրքիան կարող է ասել, որ բավական մեծ կարևորություն ձեռք բերեց եւ Արևմուտքի համար եւ ԱՄՆ-ի համար եւ հիմա շարքելով այդ փաստը նա փորձում է արհամարհական վերաբերմունք դրսեւորել Եվրամիության նկատմամբ, բայց ես կարծում եմ, որ այստեղ ավելի շատ գերիշխում է քարոզչական տարերը, քան թե իրական քաղաքական, քանի որ իր այս հայտարարությամբ Թուրքիան շոշափելի որևէ կորուստ չի ունենալ։ Թուրքիան առաջնորդվում է կրկնակի ստանդարտներով եւ նա ուղղակի որպես օկուպանտ երկիր ոչ թե մեղմ դիրքորոշում է ցուցաբերում, այլ ընդհակառակը կոշտացնում է իր դիրքորոշումը եւ փոխանակ հաշվի նստի եւ փոխանակ զղջա իր նախկին օկուպացիոն քաղաքականության համար, նա շարունակում է այդ քաղաքականության մեջքին կանգնել եւ Այսինքն սա տեսնում ենք, որ մի կողմից նա խոսում է իբրև թե Կիպրոսի թուրքերի ինքնորոշման իրավունքի մասին, սակայն մյուս կողմից կտրուկ դեմ է հանդես գալիս Լեռնային Ղարաբաղում հայերի ինքնորոշման իրավունքի։ Այսինքն սա հստակ երկակի քաղաքականության դրսևորում է։ Առաջին հայացքից թվում է, թե Միացյալ Եվրոպային ձեռնոց նետելը լուրջ գործ էր։ Այդուհանդերձ Անկարան այսօր լուրջ ռիսկերի չի գնում։ Եվրամիությունը որպես կառույց այժմ շատ ավելի թուլացած եւ անհրապուրիչ է Թուրքիայի համար, քան ասենք սրանից մի 5 տարի առաջ։ Պատճառները շատ են։ Առաջին հերթին Եվրոպայի թուլացող տնտեսությունը, երկրորդ պատճառը Թուրքիայի աճող ու զարգացող դերն է տարածաշրջանում։ Հատկապես արաբական գարնանից հետո Թուրքիան կարողացավ իրեն այնպես ներկայացնել, որ այժմ թվում է, թե Եվրոպայի համար դարձել է պարզապես անփոխարինելի տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Այս ամենին գումարեք Թուրքիայում աճող իսլամի ազդեցությունը եւ հասարակության տրամադրությունը, արդյունքում կստանաք այն պատկերը, որը ցույց են տալիս սոցհարցումները։ Այսպես թուրք փորձագետ Չենգիզ Ակթարը ABC-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Թուրքիայում անցկացրած հարցման արդյունքները, ըստ որոնց Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը կողմ է արտահայտվել հարցվածների միայն 35%-ը։ Դրա գլխավոր պատճառը եվրոպացի մի շարք ղեկավարների արտահայտած միտքն է այն մասին, որ թուրքերը Եվրոպային հարկավոր չեն, ասել է փորձագետը։ Թուրքերը Եվրոպային իրոք հարկավոր չեն, բայց հին աշխարհը կարիք ունի թուրքական փողի, աշխատուժի եւ տարածքի, եւ մինչ օրս չի հնարվել այն օպտիմալ ճանապարհը, որը թույլ կտար Եվրոպային ուզածի պես համագործակցել Թուրքիայի հետ, զերծ մնալով թուրքական քաղաքականության, բնակչության ու մշակույթի ներթափանցումից։ Բարև բոլոր նրանց, ովքեր հենց նոր են մեզ միացել։ Տաղավարում աշխատում են Լիաննա Խաչատրյանը եւ Գարեգին Խումարյանը։ Շարունակում ենք թողարկումը։ Ժամանակին կիսաղանապատից վարդագույն ու կանաչ քաղաքի վերածված Երևանին այժմ հակառակ գործընթացն է սպառնում։ Բնապահպաններն ահազանգում են, որ Երևանը կտարբերվի մյուս անապատներից։ Այստեղ տներ ու բարձրահարկ շենքեր կլինեն, բնակչություն ու գուցե որպես օրինակ մնացած համարակալված մի քանի ծառեր։ Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը վարդագույն ու կանաչ Երևանի մասին լսել է գիտնական հորից ու տեսել այն ժամանակվա նկարները։ Բնապահպանը մինչ օրս էլ երբեմն փորփրում է լուսանկարների արխիվը ու հասկանում, որ Երևանն իսկապես անապատացման է գնում։
մեր գիտնականները, մեր այսպես ասած քաղաքի պլանավորողները սովետական միության օրոք դրա մասին է խոսքը, դեռ ուրեմն 50-ական թվականներին քաչ հասկացել են, որ սա անապատկի անապատային գոտի է եւ Երևանը պետք է անպայման ուրեմն դառնա կանաչ գոտի, այլապես այստեղ ապրելը անհնարին էր, բայց քանի որ դրված էր նպատակ, այս տարածքը Երևանը սարքել Երևան, ապա ուրեմն Սովետ միության ժամանակ պլանավորված բուսաբանների, դենդրոլոգների միջոցով ուրեմն սկսվեց Երևանի կանաչապատումը։ Դա արվում էր շատ ուրեմն խիստ գիտական հիմունքների վրա, ստեղծվեցին տարբեր կանաչ գոտիներ, սահմանային, որոնք որ ուղղակի պաշտպանի չէին անապատային քամիներից, հողերի հոսքից, կամաց այս գիտական ուրեմն նոտեցումը բերեց նրան, որ մենք ունեցանք այն, ինչ որ ունեինք, այսինքն մի հոյակապ կանաչ քաղաք, որտեղ կար ուրեմն քաղաքամերձ պաշտպանիչ կանաչ գոտի, որտեղ կար ուրեմն կային հոյակապ այգիներ եւ նաեւ ուրեմն ստեղծվեց Ծիծեռնակաբերդը։ Ծիծեռնակաբերդը, Դալմայի այգիները մշակվեցին։ Երևանը վերադառնում է 50-ական թվականներ։ Այսօր էլ ոչ միայն մարզերում, այլև հենց Երևանում մարդկանց բակերում հայտնվում են օձեր ու կարիճներ, ու որքան էլ մասնագետները համոզեն, որ թվականակի աճ չկա, պատկերն այլ բան է ասում։ 50 տարի առաջ նոր կառուցվող Երևանում քանդվեցին օձերի ու կարիճների բները։ 50 տարի անց մարդն իր գործունեությամբ սողուններին վերադարձնում է մայրաքաղաք, ասում է Սիլվա Ադամյանը։ Հիմա դուք ասում եք, որ բողոքներ կան։ Կլինեն այդ բողոք, դա խուսափելի է, որտեղ մենք հետ ենք դառնում իրական դեմքը Երևանի, դա է, նա կիսաանապատային գոտի է։ Եթե մենք չմշակենք այս քաղաքը եւ ճիշտ մոտեցումներ ցույց տայինք, մենք չենք կարող խուսափել դրանից։ Հիմա մենք վերադառնում ենք դրան եւ չենք կարող խուսափել ուրեմն այդ կենթանիների ներխուժումից քաղաքամերձ քաղաքային տարածքներ, որտեղ մենք նրանց համար ստեղծում ենք բարենպաստ պայմաններ։ Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը վստահեցնում է, որ օձերի ու կարիճների թվականակի աճ իրականում չկա։ Մարդկանց ու այս կենդանիների հանդիպումների մի քանի պատճառ կա։ Նախ բնապահպանության նախարարության մասնագետն ասում է, որ պատճառը սխալ քաղաքաշինությունն է, եւ հետո նման հանդիպումներ նախկինում էլ էին լինում, բայց ինֆորմացիան այսքան արագ չէր տարածվում ու այնքան հեռու չէր հասնում, որքան այսօր։ Ոչ մի թվի աճել չկա, ուղղակի աննախադեպ շոկ ու որ տաքերը սկսեց, դա ասենք սովորաբար օձերը ունեն իրենց, ասենք թե սեզոնային ակտիվության շրջանը։ Այդ օձերը երբ որ սկսում են այդ ակտիվանալ, չէ, եթե ժամանակի մեջ, ասենք շատ կարճ ժամանակահատվածում է այդ տաքանալու process-ը սկսում։ Իրենք ուղղակի, ասենք, ոչ թե մեկ հատ այսօր, երկու հատ վաղը, մյուսը, այլ ասենք միանգամից են բոլորը դրսում հայտնվում։ Դա մեկ պատճառ։ Այսինքն ոչ մի թվականակի աճ գոյություն չունի, ուղղակի ասենք աննախադեպ տաքացումը, ռիսկի փոփոխությունը բերեց դրան։ Երկրորդ պատճառը դա նայա հիմնականում պատճառը, որ քաղաքաշինական գործունեությունը, գյուղատնտեսական գործունեությունը այսօր աննախադեպ, այսինքն մարդիկ իրենց այդ նմանատիպ գործունեությամբ արդեն մտել են նույն են օձերի բիոտոպները, ապրելավայրերը, որոնք օձերը օգտագործել են դարերի վեր, եւ հավանականությունը հանդիպման օձերի հետ հանդիպման հավանականությունը մեծացել է ուղղակի։ Շարունակում ենք թողարկումը։ Արամ Աղասյանն ասում է նաև, որ կարիք չկա այդքան վախենալ կարիճներից ու օձերից, քանի որ Հայաստանում հանդիպող տեսակների մեծ մասը թունավոր չէ։ Ուղղակի պետք է մարդկանց զգուշացնել, որ տեղերում, հատկապես ասենք խոշոր բնակավայրերի կենտրոններում գոնե ունենան հակաօձային սիճուկներ։ Մեր մոտ 3 տեսակի կարիճներ կան։ Երկուսը դրանցից այդքան վտանգավոր չեն, հələ տենց նախադեպ չկա, որ մարդ դրանցից մահանական բաներ կա եւ հաստապոչ կամ մերոնք ասում են սովորական ժողովուրդը սև կարիճ։ Շատ հազվադեպ է հանդիպում։ Այդ սև կարիճը մի քիչ վտանգավոր է մարդու համար, իսկ ինքը կենսակերպը այնպես է, որ ասենք գիշերներն է դուրս գալիս հանդիպում եւ այնպես տեղերը ապրում, որ բնակավայրերից բավական հեռու։ Հիմնականում դրանք այդ
դեղին կարիճներն են, որոնք այդքան վտանգավոր չեն մարդու կյանքի համար։ Սիլվա Ադամյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ մարդիկ իրենք են ներխուժում կենդանիների տարածք ու քանդում նրանց բները։ Նրանք էլ ստիպված են լինում մտնել բակեր եւ տներ։ Այժմ համարակալված ծառերի մասին։ Ամիսներ առաջ քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի ծառերը համարակալվեցին։ Սա ենթադրում էր, որ ծառահատումներ այլևս չեն լինի։ Սիլվա Ադամյանն անձամբ բոլոր ծառերը չի ստուգել ու չգիտե, թե համարակալելուց հետո քանի ծառ է հատվել, բայց որ ծառեր հատվել են հաստատ է։ Խորհրդային տարիներին լայնածավալ պայքար էր գնում կրծողների, միջատների ու այլ վնասակար կենդանիների դեմ։ Էրեբունի համայնքի բնակիչներից ոմանք, ովքեր հատկապես կարիճների ներկայությանը սովորել են, ասում են, որ խորհրդային տարիներին դաշտերը սրսկվում էին ու մարդիկ թունավոր միջատների մասին նույնիսկ չէին լսում այդ ժամանակ։ Այժմ հատուկ այդպիսի պայքար չի տարվում ու հետևանքները ակնհայտ են դառնում յուրաքանչյուր տարի գարնան կեսերից սկսած մինչ աշնան սկիզբ։ Ես չեմ կարծում, գիտեք, որ այդ ծառերը կմնան։ Մեկ էլ տեսնում ես միտեղ այսպես այդ կապույտ գույնի sense ոնց որ մահապատժի կլոն կա լինի, քաշում են, ու մեկ էլ տեսնում ես միտեղ մի 3 հատ ծառ արդեն չկա։ Մեկ էլ տեսնում ես այդ կլոն կա ու առավոտյան գնում ես արդեն տեսնում ես այդ 3 ծառը չկա։ Իհա որ մեկի հետևից վազել։ Գիտեք ինչ կա, ես այն մարդկանցից եմ, որ շատ համամիտ է մեր երիտասարդների հետ եւ պայքարել եմ ժամանակ այդ մոնումենտի այգիների համար։ Նստել եմ եւ նստացույցի եմ նստել եւ պայքարը շատ ուժեղ ա եղել, բայց ես եկել եմ մի ուրեմն համոզմունքի, մինչև մեր ժողովուրդը ինքը չունենա մշակույթ բնապահպանական, որը վերաբերվում է նաև մեր կառավարությանը եւ մեր քաղաքաշինությանը եւ մեր քաղաքապետը, ամբողջ մեր համակարգը։ Մարդկանց բոլոր անկախ իրենց պաշտոնից պիտի մշակույթ ձևավորվի։ Ես դրա մասին խոսել եմ Հայաստանի առաջնորդ։ Մենք բնապահպանական մշակույթ չունենք։ Եվ սա է մեր դժբախտությունը։ Ինչքան էլ մենք գոռանք, գոչենք այստեղ մի ծառի համար պայքարեցինք, այստեղ մի այգի անում ենք եւ անելու ենք, բայց այդ մշակույթը պիտի լինի բոլորիս մոտ։ Ես չգիտեմ, մեր մարդիկ կան, որ սովետական միության օրոք են, մեր ղեկավարները, չէ՞ որ իրանք անցել են այդ ճանապարհը դաստիարակչական։ Իսկ մեր ժամանակ դա մի հոյակապ ուրեմն ստրուկտուրա էր, որը կանաչի, ես հիշում եմ, որ մենք հեքիաթներ ունեինք կանաչ տարածքների հետ կապված, մեզ հատուկ մեզ հետ ուսուցում էին անցնում, թե ոնց է պահպանել այգին, ոնց է կարելի պահպանել թռչուններին, մենք արշավներ էինք կազմակերպում, հատուկ տարածքներ էինք վերականգնում։ Այս ամենը նրանք էլ են տեսել, ովքեր որ սովետական միության ժամանակ ապրել, այդ լավը պիտի վերցնենք, այդ մշակույթը պիտի ծառայեցնենք մեր ժողովրդին, հասկանում եք, պիտի ստեղծենք, ստեղծեցինք, կորացենք։ Այսքանը դուք լսում եք լրատվական ռադիոյի լուրերի հիմնական թողարկումը, տաղավարում ձեզ համար աշխատեցին Լիան Նախաչատրյանն ու Գարեգին Խումարյանը։ Ցտեսություն։